Թուրքիան եւ Եվրոմիությունը ձեռք-ձեռքի տված փակում են Մեծամորի ատոմակայանը։ Հարգելի ընկերներ, կրկին ասենք, աշխարհաքաղաքականության մեջ ոչինչ անվճար չի լինում։ Եվ երբ որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասում է, որ պաշտպանական Երևանը դիմել է իրենց խնդրանքով օգնել արտաքին ազդեցության դեմ պայքարել սպասվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Բրյուսելը ոչ միայն կարող էր ընդունել այդ առաջարկը, այլ նաև կարող էր իր պայմանները դնել։ Պայմանները որոնք են, առնվազն մեկի մասին հրապարակային հայտարարություն եղել է, մեկ այլ եվրոպացի պաշտոնյա Մարտա Կոստա ասել է հրաժարվեք ռուսական էներգակիրներից, ընդհանրապես էներգետիկ ոլորտում հրաժարվեք Ռուսաստանի հետ համագործակցությունից կամ նվազեցրեք այդ համագործակցությունը։ Դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է նաև հետևյալը, որ մենք ի թիվս այլին պետք է փակենք Մեծամորի ատոմակայանը, որը կախված տարվա սեզոնից Հայաստանի էլեկտրաէներգիայի 25-ից 40%-ն է արտադրում։ Այսինքն տրամաբանությունը հասկանում եք, չէ, ինչպիսին է։ Ավելին նկատեք նաև որ վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ակտիվ է հարցի վերաբերյալ գործողություններ են իրականացնում։ Թուրքիայում էկոակտիվիստները պայքարում են նրա համար, որ փակվի Մեծամորի ատոմակայանը, Ադրբեջանի պետական լրատվամիջոցները այս ամեն ինչը տարածում են։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Ձեռքի տված փակում են մեր ատոմակայան, որը Ռոսատոմի ղեկավարը անվանում է սովետական միության պարծանքը, որովհետև այդպիսի ատոմակայան ամբողջ սովետի տարածքում չեն կառուցել։